Բարի երեկո, դուք դիտում եք առաջին լրատվականը։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս Արևել Քարթակի հիմնադիր Սաքո Արայանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Պարոն Արայան, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը այդպես էլ չի հանգուցալուծվում եւ ի սկզբանե այն կանխատեսումները, թե այս պատերազմը ընդհանրապես օրերի հարց է, ժամանակը ցույց տվեց, որ բնավել այդպես չէ եւ Իրանը կարողանում է բավականին այսպես ասենք, պաշտպանական կարողություններ ունի եւ գուցե դա գալիս է նրանից, որ Իրանի արձագանքը ոչ այդքան նաեւ սիմետրիկ է տեղի ունեցողին։ Հիմա ինչ իրավիճակի հետ գործ ունենք եւ այս իրավիճակում արդյոք հնարավոր են այսպես ասենք բանակցություններ, թե այնուամենայնիվ հարցերը, քաղաքական հարցերը լուծվելու են ռազմական միջոցներով։ Գիտեք, վիրավոր կողմին համար, որ Իրանն է, Իրանը այս վերջին օրերին պատրաստվում է պահանջել ոչ թե հրաթաթար, այլ պատերազմի ավարտ։ Դա ինչ է նշանակում, Իրանից ինչ է ներկայացնում, այդ մեկը կփաստե, որ Իրանը գուզե դառնալ պատերազմ չբարդված դերություն, բանը, որ Միացյալ Նահանգներու համար բացառված է։ Միացյալ Նահանգները այո այսօր դարբեր առումներով որոշակի ջնշումամերձ վիճակի մեջ է, բայց այնպես թելադրողն է կանոնի եւ մենք նկատեցինք անցյալ շաբաթ տեղի ունեցան բանակցություններու դարբեր նեանսներով երևույթներ, հատկապես Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, սակայն արդյունք չի դվին, որովհետև Իրանը չուզեր ենթարկվել ամերիկյան սենք թելադրական մղումներուն, որովհետև Իրանը վիրավոր է, Իրանի ռազմաքաղաքական էլիտան այսօր չկա, գոյություն չունի, եւ այդ նաեւ բաժար կդառնա, որ Իրանը ամեն օր կորձե հավելյալ սխալներ։ Եթե բադահի որ այսօր հրաթաթար կնքվի, Իրանը պատկերացուցեք, որ այս դարաշրջանի մեջ չունի այդ բարեկամական շերտերը, որոնք օրինակ Օմանի կողմից կային, կամ նույնիսկ սեոցիկ գուզեին խոսիլ, բանակցիլ, զրուցել, երկխոսիլ Իրանի հետ։ Այսօր չկան այդ փաղաթրիչները եւ Իրանը պիտի հայտնվի, պիտի դառնա մեգուսացած երկիր, որ պիտի սպաղվի, ինչպես նախագահ Թրամփը ասավ, միայն վերականգնվելու աշխատանքին։ Դա ինչ է ենթադրում, ինչ է նշանակում, որ Իրանի պրոքսի թևերը, որ գային Եմենում, Լիբանանում, Իրաքում, այլևս պիտի չդառնան հավասարակշռություններու առանցք եւ բանակցություններուն Իրանը պիտի ներկայանա որպես վիրավոր եւ ընկճված երկիր։ Ընդհանուր իրավիճակը այս է, մեկ հրթիռ ավել, մեկ հրթիռ բագաս, մենք նկատեցինք, որ գիտեք, եթե նույնիսկ ինչպես ձեր խոսքի մեջ նշեցիք, ուրջացված էր այն խոսքը, որ Իրանը մի քանի օրեն պիտի հանձնվի, նաև ուրջացված է այն խոսքը, որ արաբական ծոցի երկիրները պիտի փլուզվեն։ Թիմադրում են յուրաքանչյուրը իր կերպ, իր մոդեցումներով, բայց հստակ է, որ անոնք դակավին ունին թիմադրելու եւ եղանակ, եւ ներուժ, շատ կարեւոր է, եւ այսօր պատկերացրեք կգարտայի, որ անոնք կփնտրեն նոր ճանապարհներ իրենց նավթը արտահանելու եւ իջիկ դարձնելու Հորմուզի վերջին իրանյան խաղաթուղթը։ Իսկ դա հնարավոր տարբերակ է։ Այս պահուն դժվարանամ պատասխանել, որովհետև ժամանակատար է, ծախսալից է այդ ճանապարհներու կառուցումը, բայց չի բացառվիր, որովհետև մենք կնկատենք, որ հակառակ իրանյան մեծ հարվածներուն այսօր Սաուդական Արաբիայի մեջ մեծ վնասներ գրած Արամկոն կվերակորձե եւ կստեղծե եւ ներուժ կբահովի այդ երկրին, նույնը կգադարվի Քուվեյթի մեջ, նույնը կգադարվի Արաբական Էմիրություններու մեջ, նվազ չափով նույնը կգադարվի Կատարի մեջ։ Այս երկիրները այո շատ տանկին կվճարեն, բայց նաեւ փաստեցին, որ իրենց քաղաքապարական ուղին ճիշտն է, որովհետեւ այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ նաեւ քաղաքապարական գրողներ այդ շիեի սկզբունքներուն
այսօր կգարձեմ սպարած է։ Պարոն Արյան, դուք նշեցիք, որ Միացյալ Նահանգների համար բացառված է Իրանի չպարտվելը, այսպես ասած, այդ նույն տարբերակը նաև, այսպես ասենք, պետք է բացառեն ծոցի երկրները եւս, չէ՞, Իրանի, այսինքն իրավիճակի հանգուցալուծման այն տարբերակը, որը հնարավորություն կտա Իրանին հայտարարել պատերազմը հաղթելու մասին, բնականաբար խնդիրներ պիտի հարուցի ծոցի երկրների համար, այսինքն իրանական գերիշխանություն պետք է թույլ չտրվի ամեն դեպքում, չէ՞։ Բնականաբար, եւ եթե նկատեք, այստեղ նաեւ ամենակարևոր թրույկը, եթե մենք կարդանք նախագահ Թրամփի խոսքերը, որ շատեր կտշկոհին, որովհետեւ դադանումներ կան եւ վայրի վերումներ կան, արեմդայերենով վերի վայրումներ կան, որովհետեւ այս բոլոր խաղացողները գրավը դրած են ժամանակի վրա, ժամանակի ֆակտորը։ Եթե Իրանը առաջին օրերուն սեվենք կարծագեր 50 հրթիռ, այսօր մեկ հատ նայեցեք թվականակը, նույն բարական եւ անշուշտ մենք այս դաղավարով էլ խոսեցանք, որ Իրանի հրթիռներուն ուղղությունը զարմանալիորեն 80% ուղղված է դեպի արաբական ծոցի երկիրներ, ոչ Իսրայել։ Սա արդեն գաղափարական սնանկության չսեմ, խոցելիության մասին կխոսի եւ անշուշտ ժամանակի ֆակտորը շատ կարևոր է, որովհետեւ այսօր Իրանը ուրիշ կերպ է քան երի 3 եւ վաղը այսպես ընթացքը տավակլոր ես կգարձեմ, որ Իրանի այսօրվա ղեկավարները ըստ երևույթին մենք գիտեք ջիրեր, որ ներքին առումով Իրանի մեջ լուրջ խնդիր կա, այն իմաստով, որ Իրանի բանակը եւ բարեփոխողները, օրինակ նախագահ Ռոհանին եւ իր նման գործիչներ կողմ չեն այս սրացումին եւ կփնտրեն լուծումներ, որոնց մեջ է նաեւ երկրի նախագահը, բայց Իրանի մեջ եղած դեպքերը, այաթոլլայի սպանությունը թույլ տվին, որ այդ երկրի ղեկը մնա Իրանի հեղափոխության բահաբաններու կորպուսի ցերկը եւ սա շատ վտանգավոր է եւ գուդագվին սխալները, որոնց դագեն դժվար թե Իրանը դուրս գա։ Ճիշտ է, Իրանը ունի իր ներուժը, Իրանի ժողովուրդը վարժ է այս բադիժներուն, բայց իրավիճակը եթե մեյմը դիդարգեք, պատկերացրեք Իրանը մութի մեջ, ամբողջ Տեհրանը 2 օր առաջ այդ նախընթացը մենք նկատեցինք եւ նախագահ Թրամփ հաջող կխոսի այդ սպառնալիքի մասին, կետնի վրա այդ հրթիռները այլևս եղանակ չեն ստեղծեր։ Նախագահ Թրամփ իմ կարծիքով գսկուշանա ցամաքային գործողությունները, որովհետեւ այդ պիտի լա շատ ցավոտ եւ Միացյալ Նահանգներու հանրությունը անընդհատ Ժիրայր Գաբրի Վիետնամի այդ մելամաղձոտ ասենք վերհուշը ապրելու վտանգը հասարակության մեջ եւ այդ մեկը գրնա դառնալ ներքաղաքական առումով դակնաբի օջախ։ Այդ պատճառով նախագահ Թրամփ ճիշտ հաշվառելով իրավիճակը ներգայիս ըստ երևույթին հրաժարած է եւ կան այլ ընտրանքներ, որոնց մեկը իրանյան խարկ գղզին գրավելու թրույթն է, որ շատ ավելի հեշտ է կգարձեմ, եթե գարիկը ունենա այդ բոլորին, այս քանի օրերը մենք պիտի սպասենք, սպասողական օրեր են, այն բարակայի բادرազմի սկիզբենի վեր այդ սպասողականությունը գա, որովհետև եթե ճիշտ հաշվարեինք, մեզ մեջ շատեր գավադային, որ Իրանի ղեկավարությունը շատ ավելի իմաստուն դուրս կգար, եւ նույնիսկ եթե այս բادرազմը բարդատրված էր, Իրանը պետք է այդ մուրհակները մուծեր եւ կարողանար գործարքի երթալ, բայց չկատարեցին։ Ինչու իրենց արտարացումները ունին, բայց այդ արտարացումները կետնի վրա աշխատող չեն, որովհետև ժողովուրդը տնտեսապես ընկճված է, բարոյալքված է, վիրավոր է եւ կրնայք պատկերացնել, որ նման բادرազմին բարակային իրանցի ժողովրդին 40% ավելին մենք հաջող որպես հայ վերլուծաբաններ կզգուշանանք այս թեման խոսելու այդ ժողովրդին 40% ավելին գոհ են այս բادرազմին եւ գուզեն որ բادرազմը շարունակվի ինչու որովհետեւ այս վարչագարկը ամբողջապես փլուզվի նույնիսկ եթե չփլուզվի ամերիկացի կսեն մենք գոհ ենք որ այս վարչագարկը ռիբրանդինգ մը ապրի այսինքն լինի կառավարելի այդ մեկը ավելի հեշտ է սակայն նվազ զենքերով եւ նվազ աստեցության կոդիներով հնարավորություն չունենա սպառնալու այսպես ասենք
Հորմուզի նեղուց հարակից կղզիներ, այդ թվում եւ Խարգը, որը դուք նշեցիք, դրանց գրավման եւ այլնի թեմաներ, հիմա խնդիրը այսքան օրակարգը եթե հիմնվում ենք պաշտոնական հայտարարությունների վրա, միջուկային կարողությունները ոչնչացրել ենք, բալիստիկ հրթիռների կարողությունները ոչնչացրել ենք, հիմա օրակարգում նավթի կամ այդ կղզիների նեղուցի ենթակառուցվածքների վերահսկողության հարցն է, որտեղ եթե հիշում ենք, օրինակ նույն Վենեսուելայի օրինակը, Կուբայի նկատմամբ Թրամփի խոսույթը, հա, այստեղ առանցքայինը գալիս է արդեն այդ բնական ռեսուրսների վերահսկողության հարցը։ Դե այդ նավթի հարցը միշտ եղած է ամերիկացիներուն համար քեր խնդիր, որովհետև գիտեք Հորմուզի բարական գադակ չէ, այսինքն աշխարհի 20-25% չերմուժը, նավթը, գազը, այդ շրջանեն է, որ դեպի աշխարհ կդարվի եւ այդ խաղակարգը ամերիկացիներուն համար առաջին օրեն կարևոր դվյալ է, բայց ի զարմանս շատ-շատերու երկու շաբաթ առաջ շատ սկսավ խոսվել միջազգային տնտեսական փլուզում, միջազգային կոլապս, բայց մենք չտեսանք ընդհանրակը մարդիկ տանտաղորեն օրինակ եւ Դուբայը, եւ Ռիադը, եւ Կատարը այս ինչպես ռուսերենով գսեն ադապտացումի փուլի մեջ են, այլ ընդրանքներ գտնելու, այլ ճանապարհներ գտնելու եւ այս շատ վատ է Իրանի համար, որովհետեւ Իրանը այն խաղակարգերը, որ ուներ բարդատրող չեն, այո, իրավիճակ փոխված է, Տել Ավիվի մեջ անանկիստ են, Բեյրութի սահմաններուն, Լիբանի սահմաններուն պատերազմ կա, Կատարի մեջ մտավախություններ կան, Ամերիկայի քաղաքացիները հեռացան, վախեր կան, Իրաքի մեջ ամերիկյան տեսփանությունը հաջող հարձակումներով ենթարկվի, բայց ասոնք փաղաթրիչներ են, ընդանուր բادگերի մեջ Իրանը կգործընծնի։ Երկար շունչի վրա, որ Իրանը կգարձե, որ ես կարծեմ իրանցիներու մեծ փափակն է, որ ցամաքային գործողությունը լավ, որովհետև այնտեղ են իրենք, որովհետև գիտեք շիիտ կրոնքի հիմքով նահատակությունը ոչ թե ողբ է, այլ հերոսացում է եւ իրենք կուզեն գառուցել իրենց առաջիկա քայլերը բանակցություններով լուծինդակ որ սելով դեսեք մենք Թրամփի բանակը ծավծուցինք եւ նախագահ Թրամփ վստահ եմ որ նույնիսկ եթե ոչ ինքը իր շրջապատը շատ լավ գիտեն որ Իրանին այս փուլին որևէ նման խաղակարգ տալու իրավունք չունի։ Լիբանանում իրավիճակը ինչպեսին է, հա, մենք Իսրայելը զուգահեռ գործողություններ է իրականացնում եւ Հեզբոլլահի գործոնն ենք հաշվի առնում եւ տպավորությունը էլի ընտրությունները այնտեղ նորից հետաձգվեցին մի 2 տարով, հա, այս երկիրը, այսպես ասած, երկու քարի արանքում ընկած չի կարող որովհետեւ արդեն տարիներ ուղղակի ուշքի գալ այս իրավիճակից։ Ի վերջո հանգուցալուծում այնտեղ ինչպես է լինելու այդ Հեզբոլլահին զինաթափումը կարողանալու է անել Լիբանանի կառավարությունը, թե Իսրայելը ի վերջո պետք է դրան հասնի ռազմական գործողություններով, որքանով է հավանականությունը, որ Լիբանանի հավելյալ տարածքները օկուպացվելու բուֆերային, այսպես ասած, գոտու անվան տակ եւ շատ հետաքրքիր է այս բարագայում Թուրքիան դատապարտում է Իսրայելի գործողությունները, այն գործողությունները, որոնք ինքն իրականացրել է Սիրիայում, անունը դնելով անվտանգության։ Լավ զուգահեռ էր, բայց Իսրայելի քայլերը շատ ավելի վայրակ են եւ այսպես չեն դեղավորվիր այդ նույն դրամապանության մեջ գիտեք Լիբանանը 40 դարվա խոսույթը որ 40-30 տարի առաջ պետք է լար այսօր Լիբանանի կառավարությունը ի վերջո հայտարարեց որ Հեզբոլլահի զենքը հաճս աշխարհին անօրինական է հետեւաբար Հեզբոլլահի ռազմական թևը գահամարվի Բեդուտյան թեմ կորձող թև, սա խոսույթ մնե, որ աներևակայելի է, որովհետև լիբանանցիներու գեսեն ավելին վստահ եմ, թեմ են այս պատերազմին, սկսինք հոնգ է, Լիբանը, որ 2024-ի հոկտեմբերին ինչ որ կերպ կարողացավ զինադադար կնքել եւ հատկապես Միացյալ Նահանգներու բանակնացներու շքերթ մգար, որ միշտ կփորձեին համոզել Լիբանանի կառավարության որ այս կետը դղերք Հեզբոլլան հայտարարել որպես ոչ օրինական ուժ բեդուտյան մեջ բեդություն պետք է արվի բայց ինչ հաշիվներով եւ Լիբանանի նախագահը եւ վարչապետը
այսօր մեգուգես դարվան շրջանեմը յետ ի վերջո կարողացան ըսել առնվազն հայտարարել, որ Հեզբոլայի զենքը աբորինի է եւ Հեզբոլայի արգածախնդությունները ահա տեսեք Լիբանանը դարին շատ մեծ ճգնաժամի։ Մենք գիտենք Լիբանանի տնտեսական իրավիճակը նախքան այս ամեն ինչը խոցելի էր, անվտանգային իրավիճակը խոցելի էր, սուրիացի փախստականներու հարցը խոցելի էր եւ այս բոլորով հանդերձ Հեզբոլլան ենթարկվեցավ իրանյան ուղիղ հրամանատարության թելատրանքին եւ գադարեց այդ արգածախնդությունը։ Սա մեկ ճիշտ է հայտարարվեցավ այս ամեն ինչը, բայց այստեղ հարցում կգզակի, որ ծեր հարցումն է, $1 միլիոն հարցումն է, Լիբանանի կառավարությունը կկարողանա Հեզբոլլան զինաթափել, պատասխանը ոչ։ Բայց այսինչ կենթադրել։ Գիտեք, միջազգային հանրությունը, որուն համար Լիբանանը կշարունակի մնալ կարևոր երկիր, եւ ուշով հատկապես Ֆրանսայի նախաձեռնությունները Լիբանանյան բանակը ուժեղացնելու, բոլորը կհամաձայնին մեկ բանի, որ Լիբանանը ճիշտ հունի վրա է, այն իմաստով, որ եթե այսօր այս պետությունը անկարող է այդ քայլը անելու, ինչու՞ չէ, բարոնայք, մենք պիտի դիմենք միջազգային հանրության եւ պիտի օգտվենք միջազգային մագի որոշումներու դրամատրութենեն, որոնց 1701 որոշումը կա եւ այնտեղ կա 7-րդ կետը։ Այդ կետը գխոսի Հեզբոլլան բռնի ուժով զինաթափելու թրույթին մասին։ Իհարկե շատ մեծ ռիսկեր կան, որովհետև Հեզբոլլա, ինչպես նշեցի, 40 տարվա գենսակրություն ունի եւ իրենք լիբանանցիք են, որ տվին Հեզբոլլային այս արիտները, քաղաքական որոշ կողմեր, որոնք կգործակցեին Սուրիո վարչագարկին հետ եւ իրանյան թիմատրական առանցքին հետ, թողեցին, որ Լիբանանի հարավը դառնա գազայի նման ինչ-որ հատված անկառավարելի եւ այսօր այդ բոլորին քինը կվճարե նույն Հեզբոլլայի միջավայրի մարտիկը, որոնց 1 միլիոնի ավելին պատկերացուր նաև հասած են հայկական շրջաններու մերձ։ Մինչև հիմա չկա այդ երևույթը, բայց վտանգները շատ են եւ գա անշուշտ չմոռնամ նշելու ներքին անվտանգության համագարկի փլուզման վտանգ, ես չեմ ասել քաղաքացիական պատերազմ, ռիսկերը մեծ են, բայց այն, որ Լիբանանի կառավարությունը ի վերջո հասկացավ, որ Հեզբոլլա պետք է դադարել, որտեղ Հեզբոլլայի գործունեությունը մանավանդ վերջին տարիներուն չի բխիր համալիբանանյան շահեր են։ Ճիշտ է, Իսրայելը բարի բդուղումը չէ, մենք գիտենք Իսրայելի գործած դեպքերը, սպանությունները Լիբանանյան հարավին, բայց գիտեք, եթե ճիշտ վերլուծենք, Հեզբոլլահն արիտ դվա, որ Իսրայելը ներկաշվի այս պատերազմի մեջ եւ այսօր փորձե ինչ որ բուֆերային զոնը անել, որ Լիբանանի պետության բնականաբար սրդովը չէ, դակավին 3 կգարտայի, որ վարչապետ Նեթանյահուի հրամանով 450,000 բայստային իսրայելցի զինվոր բանակային պատրաստ է ինչ որ քայլեր կատարելու, այդ կլինի գրավելով Սուր քաղաքը, հասնելով նույնիսկ մինչև Բեյրութ։ Այդ վտանգները կան։ Եվ պարոն Արյան, այս իրավիճակը ավելի է կարծրացնում, չէ՞, Բեյրութի եւ Թեհրանի հարաբերությունները։ Բնականաբար, չմոռնանք այնտեղ կարևոր օղակը Լիբանանը նախընթաց է եղած, այսօր Լիբանանի մեջ Իրանի Իսլամական Հանրապետության տեսփանը Շիբանին գահամարվի persona non grata եւ վդարման ինչպես ասեմ ուղերձ կա իր հանդեպ, ինքը չընդունվի որպես տեսփան, բայց այնտեղ անշուշտ շեյթ համայնքի նեցուգով այդ տեսփանը կմնա այնտեղ անկորձ, ինչ կնե չեմ գիտեր, բայց օրեր առաջ նկար մնալ հրաբարագեց, որ Բեյրութի այսպես գեղադեսիլ վայրի մեջ սուրճ գխմե, սա անշուշտ մեծ պեգում կա Իրան, Թեհրան-Բեյրութ գիծին վրա եւ անտարմանելի պիտի մնա, ինչու գիտեք, որովհետեւ նաեւ լիբանանցիք իրենց խոսույթի մեջ, որոնք կհիմնվին սուննի արաբներու դրամներուն նեցուգին, սպոսաշրջության, արաբ եղբայրության վրա խոցված են, որովհետև ինչ գարիքը կար, որ Իրանը խփեր Արամկոն կամ Իրանը հարվածեր Կատարը, որ երկար ժամանակով Իրանի բաժամիջոցներու թեմ ինչ որ դրական բաներ ըրած է հանուն Թեհրանի կառավարություններուն։ Այս բոլորը գաստեն իրավիճակին վրա եւ այս վերքերը շուտ տարմանելի չեն։ Իրանը պիտի հասկնա այս բոլորը, բայց հիմա գիտեք, երբ որ խելացնոր պատերազմի մեջ ես եւ կսկսի սխալները անել, անընդհատ սխալները կշատնան եւ
գսկսի ստեղծվել անգարավարելիությունը դակավին չեմ բացառել որ եթե գրագը դատրի Իրանի ներսը ինչ պիտի լա այո եւ Իրանը որը եթե հաշվենք նաեւ ծովային սահմանները 11 հարևան ունի միակ քրիստոնյա Հայաստան եւ շատ կոպիտ կամ պատկերավոր ասած միակը որը Իրանի դեմ որևէ գործողություն չի իրականացրել այո բայց այնուամենայնիվ իրավիճակը Հայաստանի համար էլ չէ շարունակում է մնալ գերզգայուն ռիսկային է բայց պետք է այս մեկը ժիրայր բացահայտ գերբով ասենք այսօր Հայաստանի քաղաքացին չեմ ուզել ասել չի հասկանար այս բادرազմի դարողությունը հասանելի չէ իր մտաբادرին Ինչու մի քանի բաժարներով, որոնց մեկը Արցախյան բادرազմն էր եւ Արցախի գորուստն էր հավանաբար հոգեբանական առումով, բայց այսօր մենք խաղաղության մեջ կաբրինք։ Ես քիչ առաջ Բեյրութ զանգահարած եմ եւ իրավիճակը գիսա բادرազմական է, նույնը Դուբայի մեջ, նույնը Կատարի մեջ, նույնը Բահրեյնի մեջ, նույնը Տել Ավիվի մեջ եւ այս բոլոր երկիրներում մեջ հայ համայնք կա։ Հայաստանը միակ երկիրն է, այո, որուն Բեդուտյան եւ ժողովրդին Իրանը շնորհակալություն հայտնեց, որովհետեւ Հայաստանը գրծավ մանևրել, հակառականոր որ սպյուրքի դարբեր գոչնակներ կշարունակեն մեր իշխանություններուն քննադատել, թող քննադատեն, բայց այլընտրանք չուներ այս իշխանությունը եւ Իրանի հետ ստեղծված դինամիկան գիշենք մեր պաշտպանության նախարարին այցը բادرազմի նախորյակին դեպի Տեհրան սա կնշանակե որ մենք այս բادرազմի մեջ դղերք չգանք մենք մեր չափերով Իրանը մեր պատմական հարևանն է մենք Իրանի ներքին գործերում միջամուխ չենք գլար այո եւ մեր երկրեն բարեփոխտաբար ոչ մեկ դեղանք կա հրթիրի խարիսկ կա եւ այդ բաժարով մենք խաղաղության մեջ ենք որուն արժեքը դակավին չենք հասկացած շնորհակալ եմ ես եմ շնորհակալ Զրուցակիցս Արևելք հարթակի հիմնադիր Սակո Արեյանն էր ես Ժիրայր Ոսկանյանն եմ մնացեք առաջինի հետ կվերադառնանք րոպեներ անց Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Վարչապետի թեկնածուի առաջադրելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես եւ կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Շարունակում ենք աշխատել առաջինի եթերում, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս պատմաբան, ազգային հեղափոխություն կուսակցության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն է, բարև ձեզ։ Պարոն Տեր-Աբրահամյան, մեր զրույցը սկսենք Հանրապետության վարչապետի Ռուսաստան այցից, Մոսկովյան այցի, այսպես ասենք, հիմնական հետևությունները եւ հետաքրքրությունները ձեզ որոնք էին։ Դա գիտեք ինչ հետաքրքիր էր իհարկե այդ թեմաները, որոնք հրապարակավ խոսվեցին, բայց ճիշտը որ ասեմ, դա շատ ֆունդամենտալ իմ համար ինչ որ պատկեր չի փոխվում, մեծ հաշվով այն ինչ որ խոսվել է, այսպես թե այնպես ոչ առաջին դեմքերի մակարդակով, բայց ընդհանուր առմամբ խոսվել է, ես անկեղծ ասած կարող է շատերը իմ հետ չհամաձայնվեն, մանավանդ այստեղ էլի հնչած հայտարարությունների ֆոնին, բայց ես ամեն դեպքում շարունակում եմ այնպես տեսնել իրավիճակը, որ այս ներկա պահին Ռուսաստանը, ինչպես որ ներկայացնում են, չի պատրաստվում, չունի ծրագիր Հայաստանի ներքին գործերին այս պայն, շեշտում եմ, ոչ թե ընդհանրապես, այլ հենց այս պայն, թե չէ ընդհանրապես միշտ ունի, ներքին գործերին տենց սուպեր ակտիվ միջամտելու կամ այստեղ փորձելու ինչ որ այսպես իշխանության փոփոխություն ցանը նպաստելու, ես չեմ տեսնում, որտեղ ես կարծում եմ, որ Ռուսաստանը այս պայն շատ ավելի կարևոր իր համար ավելի կարևոր ուղղություններով է զբաղված, բոլորս գիտենք։ Իհարկե, եթե եւ երբ որ այդ ուղղություններով լուծվեն այդ հարցերը, անպայման վերադառնալու է մեր տարածաշրջան եւ անպայման նույն այն մեծ ծրագիրը, որ իրենք ունեցել են, փորձելու առաջ տանել։ Բայց այս բանը ես դա չեմ տեսնում, այդ մտավախությունները ես այդպես ասած չեմ կիսում, որ կա ասենց ինչ որ մի հատ վտանգ այս պահին նման միջամտության, հա, իսկ այն ինչ որ ասում է, դա ասում է, այո, բայց բացի այդ, նույնիսկ եթե այդ ցանկությունը կա, այս պահին Ռուսաստանը այն լծակները չունի, որոնք նույնիսկ դեռ մի 2 տարի առաջ ուներ, հա, որտեղ ես էլի համարում եմ Ռուսաստանի հիմնական լծակը մեր տարածաշրջանում եղել է ոչ թե ներքին, ասենց ասած ուժերը, այլ արտաքին, այսինքն կոնկրետ Ադրբեջանի հետ իրենց դաշինքը, իրենց համագործակցությունը, որը նույնպես հիմա այն ձևաչափով չկա, ես եթե հիշում եք, մինչև վերջ պնդում էի, որ կմնա, բայց տեսեք պետք է ասեմ, որ ամեն դեպքում փոխվեց այդ իրավիճակը, այսինքն ես հանուն արդարության դա ասեմ, որովհետև ես մինչև վերջ համարում եմ, որ դա բան է, այնքան խորքային է, որ ինքը չի փոխվել, բայց հիմա փոխված է, էլի ժամանակավոր է կարծում եմ, բայց այս պայն այդ հիմնական լծակը ինքը չունի, այնպես որ եթե իրենք վերադառնան էլ տարածաշրջան, իրանք սկզբում Ադրբեջանի միջոցով էլի պետք է վերադառնան, ինչպես եւ պատմության մեջ միշտ եղել է։ Հետաքրքիր էր, որ երբ խոսվեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, դե այդ համատեքստում նաեւ հիշեցին Արցախը, Պուտինը ասաց, որ այո, շատ լավ է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, որ այդ համաձայնությունները պետք է ավելի ամրապնդվեն եւ դա տեղի ունեցավ նաեւ երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Պրահա, Արցախը Ադրբեջանի կազմ եւ այլն, վարչապետը նշեց, որ դա հենց առաջ էլ Վլադիմիր Պուտինը 2 անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը նրա կազմում։ Իրենք ընդհանրապես միշտ է ճանաչել։ Այո, հետաքրքիր է դիալոգը, ուղղակի կսմիթները իրար հասկանալի է, բայց ասենք այստեղ տեսեք, մենք բոլորս հասկանում ենք, տեսնում ենք, որ սկզբնապես այդ հաշտեցում կոչվածը ռուսական կոնտեքստի մեջ էլ առաջին 2 տարին 20-22 թվական, բայց այդ պլանը ինչպես տապալվեց բոլորիս աչքի առաջ մենք տեսանք եւ ռուսները նաեւ զորքը հանեցին Ղարաբաղից, այսինքն այն ինչի համար ի սկզբանե պատերազմը սկսվել էր։ Պատերազմը սկսվել էր հենց դրա համար, որ ռուսական զորքը այդտեղ լինի, եւ այդ ամեն ինչը էլի այդպես մեծ գաղտնիք չի, արդյունք է ուկրաինական դեպքերի, ուկրաինական պատերազմի, Ուկրաինայում Ռուսաստանի ոչ թե ես սա չեմ ուզում շեշտել, որ մենք միշտ հիշենք, որ ամեն դեպքում սա ոչ այդքան մեր ներքին պրոցեսների արդյունք է, որքան արտաքին, ցավոք սրտի, որտեղ ինչքան էլ հիմա ձեր ասած այդ իրար sense ասած կծմծեն կամ քսմիտներ անեն, բայց առաջին 2 տարին Հայաստանի ներկայ իշխանությունը ամբողջապես տեղավորված էր այդ ռուսական քաղաքականության մեջ եւ ամեն ինչ գնում էր այն բանով, այն հունով, որ պետք է նաեւ ստորագրվեր այդ այսպես կոչված միութենական պետություն, թե ինչ անուն ուզում է դրան էր գնում եւ 22 թվականի մարտին արդեն այդ թեման այստեղ բարձրացվեց ուկրաինական ներխուժմանը զուգահեռ, իսկ հետո արդեն Ուկրաինայում ձախողումներին զուգահեռ այդ թեման այստեղ մարեց եւ հիմա էլի ես կարծում եմ այս պահին
ինքը չկա, ինքը կարող է լինել լինի, բայց այս բանը ակտուալ չի։ Շատ լավ, տեսեք դուք նշեցիք Ռուսաստանը առանձնապես խնդիր այս պահին գոնե, հա, չի դրել Հայաստանում իշխանափոխության Դեռ դες տարածաշրջանում։ եւ առանձնապես ներքին, այսպես ասենք, եւ առանձնապես չի էլ փորձում, հա, ինչ որ շատ էքստրիմ ձևով ազդել իրավիճակի վրա, կան կարծիքներ հակառակային իմաստով, որ մասնավորապես նաեւ նախորդի հանդիպումից հետո, երբ Վլադիմիր Պուտինը սկսեց խոսել Հայաստանում սպասվող ընտրությունների մասին եւ ասաց, որ ցանկալի կլիներ, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունենային դրան մասնակցելու, այդ թվում եւ կալանավորված, դե պարզում մասին է ասում, Փաշինյանը նշեց, որ դե այդ հերթապան նախադասությունները Հայաստանը ժողովրդավար է, ԵՍՆ-ը նշեց, որ բոլոր կարող են մասնակցել, բայց ոչ երկքաղաքացիները, հա, այսպես ասած հավակնել նման բարձր պաշտոնների։ Ռուսաստանի նախագահի, այսպես ասենք, հա, այդ շատ բացահայտ ակնարկը Սամվել Կարապետյանի մասին չի խոսում, հակառակի մասին։ Իշխանափոխության ծրագիր չի, տեսեք, ի վերլուծությամբ Ռուսաստանը ոչ միայն այսօր, այլև 20 թվականից հետո երբևէ որևէ պահ չի պլանավորել այստեղ հենց իշխանափոխություն։ Ես այն ժամանակվային վերլուծությունը եւ հիմա էլ եմ այդ կարծիքի, խնդիրը դրված էր հետեւյալ. ամեն ինչ անել, որ այդ ենթադրյալ փաստաթուղթը, այսինքն Ռուսաստանին, sense ասած, միանալու կամ չգիտեմ, ինտեգրվելու ստորագրեր մի կառավարություն, մի մարդ, որը չի ընկալվում որպես ռուսական, ավելին, որ իրենց ռուսական քարոզչությունը ամեն կերպ փորձել է ներկայացնել որպես, այսպես հիշում եք, սորոսական, չգիտեմ, եւ այդ ամբողջ քարոզչությունը։ Եվ այն ժամանակ Հայաստանի կառավարության կողմից չկար ընդհանրապես հակառուսական որևէ բան։ Այսօրվա պես չէր, շիրելով տարբեր էր։ Ես այդպես եմ տեսել, որովհետեւ եթե դուք ռուսների տեսակետից նայեք եւ մեծ կայսրությունը իր քաղաքականությունը շատ ավելի բարդ է, դուք ինչի պետք է ինքը դա ստորագրի, այսպես ասած, մեկի ձեռքով, որը ակնհայտորեն իրենն է։ Եվ դրա համար ես կարծում եմ, որ տրամաբանությունը 22 թվի դրան է տանում։ Եվ նույն կերպ իրենք այո, իհարկե, այստեղ ներքին ուժերին աջակցում էին, հույսեր էին տալիս, ոչ միայն պատերազմից առաջ էր, որտեղ պատերազմից առաջ նրանք բոլորը պատրաստվում էին, որ իրենք գալու են իշխանության պարտության արդյունքում, բայց չկան այդ թվում, եթե հիշում եք, այն ժամանակ էլ Պուտինն էլ հրապարակավ միջամտեց եւ Նիկոլ Փաշինյանին ըստ էության աջակցեց, իսկ եթե հավատանք հենց նույն այդ այսպես կոչված ընդդիմադիրների մեջ տարածված ներքին խոսակցություններին, ուղղակի կանգնած, այսինքն չթողեց, որ իրենք ծավալվեն։ Իհարկե, սա մի կողմ թողնենք որքանով հավաստի, բայց մենք բոլորս տեսանք, որ այո, բավականին մեծ, այսպես ասած, իրենք ձայներ հավաքեցին եւ այլն, 21 թվականի ընտրություններին, բայց իշխանափոխության իրանք չգնացին, չփորձեցին էլ։ Եվ ճիշտ ասած, ես այն ժամանակ էլ այդ առումով ասենց ասեմ հանգիստ հիմա էլ եմ նույն ձևի, որով հիմա ես չեմ տեսնում։ Այսինքն, եթե կա մեծ ռուսական պլան, ամեն դեպքում մնում է տրամաբանությունը ուժի մեջ, պետք է ստորագրվի ոչ ակնհայտ ռուսական մարդու կողմից, ռուսական մարդը հետո պետք է գա, երբ որ ինքը արդեն ասի ամեն ինչ, ոնց որ դե էսպես է Շահոջան, ես էլ ինչ կարող եմ անել, ոչ թե ինքը պետք է գա եւ այդ բանը, բայց քանի որ հիմա նույնիսկ դա ակտուալ չի այս պահին, դա ընդհանրապես իրենք խաղում են էլի երկրորդ տեղի համար, իմ համար նաեւ բավականին ակնհայտ է, որ այս պահին նաեւ նայելով ընտրաշավի լոգիկային, ընտրաշավի քարոզչությանը, ընտրաշավի այդ կարգախոսներին, խաղը գնում է երկրորդ տեղի համար։ Երկրորդ, երրորդ, չորրորդ ես չեմ տեղ, որովհետև տեսեք, եթե դու ռեալ դնում ես առաջին տեղի հարց, այս պայմանական ասած չեմպիոնատում, դու պետք է հակադրվես նախ իշխանության, այսօրվա կառավարության ամենագաղափարական կետերին կապված անվտանգության հետ եւ սուր հակադրվես։ Ոչ թե այսպես թե մենք էլ ենք ուզում խաղաղություն մի քիչ այսպես կանենք, մինչև այդպես կանենք, իհարկե խաղաղություն բարձր բոլորը չես կարող ասես պատերազմ են ուզում, բայց սուր հակադրություն չկա։ Սուր հակադրություն իրական չկա, նաև այդ նույն այսպես կոչված տրիպին, ես դա իրական կոչում Զանգեզուրի միջանցքն է, նույն ուղղակի անունը դրած է տրիպ, այդ օգոստը չկա այդ սուր բանը։ Այլ որ մենք որովհետև տեսեք, եթե այդ ենթադրենք, որ կա ինչ-որ ասենց սուպեր սենց ռուսական ուժ, չէ, որը ուզում է գա իշխանության, ինքը պետք է ասել մի րոպե, օգոստոսի 8-ին չընդհանրապես։ Մենք դա չեղարկելու ենք։ Իսկ վերաբնակեցել է դա չեղարկել։ Կներեք, մեր օրինակը բերեն, մենք ասում ենք նոյեմբերի 9-ը պետք է չեղարկվի։ Հիմա էլ ասում ենք օգոստոսի 8-ը պետք է վերանայվի։ Ինչու՞։ Ինչու՞ն այդ առանձին հարց է։ Հիմա այս կասեմ, բայց օրինակն եմ ուզում բերեմ, երբ որ դու դա չես հակադրում, այդտեղ դու չունես ուրեմն բանի խնդիր։ Դու նույնիսկ եթե պատկերացնում ես, որ դու լինելու ես կառավարություն, դու ուրեմն վարելու ես նույն տրամաբանության մեջ քաղաքականություն, բայց իրական երկրորդ տեղի համար ես պայքարում։ Բայց տեսեք, իսկ մենք ինչու ենք ասում, եթե բանել է։ Հա, հիմա դրա մասին եմ ասել, որ նույն բանը օրինակ պնդում է
Ռոբերտ Քոչարյանը, նույն բանը պնդում է Գագիկ Ծառուկյանը վերանայման մասին օգոստոսի։ Ես նույնիսկ չեմ տես շատ։ Այո, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ պետք է վերանայվի այդ փաստաթուղթը, Ծառուկյանը եւս դրա վերանայման կողմնակիցն է, եւ Կարապետյաններն են դրա վերանայման։ Ես բաց չգիտեմ իրենք ինչ կոնտեքստում են ասում վերանայել, ես մերը կարամ շատ վերանայել, որպեսզի ըստ օրինակ վերջերս մի քանի օր առաջ Նարեկ Կարապետյանը բացատրեց վերանայել բացի Միացյալ Նահանգներից, բերել Ռուսաստանին եւ Չինաստանին եւ Հայաստանը փորձի այս ուժային կենտրոնների շահերի հակադրության վրա խաղալ եւ մաքսիմալ ստանալ։ Ինձ բլովանդակային վերանայելու մասին է խոսում, այսինքն դա վերանայել չի, դա նույն բանն է, ուղղակի իրանք ասում են եկեք ավել արտաքին ուժ բերենք, այդ իրանցին ասածն է, ես գիտեմ։ Մենք երբ որ ասում ենք վերանայել, մենք նկատի ունենք հավելալ արտաքին ուժ բերել։ Մենք նկատում շատ կոնկրետ երկու կետ։ Մեկը անխոչնդոտ ուրեմն հաղորդակցության ձևակերպումը, որը ոնց ուզում ես ինչ կոնտեքստի մեջ ուզում ես տեղադրի, ուզում ես 1000 անգամ կողքը գրի Հայաստանի ինքնիշխանություն, նույնն է ինչ նոյեմբերի 9-ի անխոչնդոտ ճանապարհը, եւ անխոչնդոտ ճանապարհ կամ հաղորդակցություն նշանակում է միջանցք եւ մեկնաբանվում է իրենց կողմից Ադրբեջանի եւ Թուրքիա եւ մեկնաբանվելու է որպես միջանցք։ Սա անխուսափելի ինչ ուզում ես արա, որովհետեւ այդ ձևակերպումն է, դա շատ անհաջող ձևակերպում է, եւ երկրորդը այն կարծում եմ այդ հայտարարի 5-րդ կետն է, որտեղ ասում է, որ անգլերեն օգտագործված revenge բառը հայերեն թարգմանելն վրեժխնդրություն այդքան էլ հաջող չի, ավելի շուտ ռևանշ պետք է թարգմանենք։ Դա վրեժխնդրությունը մեր մոտ ասենց անձնական բան է։ Հա, ռևանշի, որը վերաբերում է պարզե հայերին, որտեղ Ադրբեջանը ռևանշի խնդիր չունի, եւ որը Ադրբեջանի ձեռը տալիս է լծակ ցանկացած բան, ցանկացած առիթով մի բան կոչելով ռևանշ, ինչը որ իրենց դուր չի գա, դա պարտադիր չի նույնիսկ ինչ որ մոտ լինի ռևանշ։ Ուղղակի մի բան, որը իրենց կարծիքով կամ նույնիսկ առիթ փնտրելու դեպքում ցանկացած բան միջամտելու Հայաստանի ներքին գործին։ Այս երկու կետն է։ Մենք բովանդակային հարց ենք դնում։ Իրենք ասում են, եկեք բան անենք, ուղղակի Հայաստանը ընդհանրապես դարձնենք արտաքին վերահսկողության կամ արտաքին մրցակցության տարածք, եկեք ավելի շատ արտաքին ուժեր բերենք, որը ընդհանրապես աբսուրդ է։ Մենք ասում ենք պետք չի արտաքին ուժեր, ոչ թե ավել բերել, ընդհանրապես պետք չի, եւ պետք է այս կետերը վերանայել, պետք է այդ հարցը բարձրացնել։ Ի վերջո, դա ճիշտ է, մեզ ասում են, բա ոնց Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ այլն, դե մենք եկեք հաշվենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մենակ Թրամփի վարչակարգով չի ավարտվում, Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ այսպես ասած տարբեր ուժեր կարող են այնտեղ լինել իշխանության եւ ի վերջո դու քո իրավունքը, քո բաները պետք է բարձրաձայնես, որովհետեւ սա շատ վտանգավոր կետեր են, սա Հայաստանի ինքնիշխանության հետ ուրեմն խաղացող sense ասած կետեր են երկուսն էլ։ Պարոն Աբրամյան, դա այնպես որ կներես Շիրաջան իրենք չեն ասում վերանայել։ Ձեր ասածը ուրիշ է։ Հա։ Տեսեք, Քոչարյանը եւ դաշնակցականները միասին են ընտրությանը մասնակցելու, հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու հայտարարեցին, նժար նախաձեռնությունը համանդրական միանում է բոլորին դեմ եմ, այո, միասին կմասնակցեն, ԿՊՆԴ առանձին է մասնակցում, Կարապետյանները միացան, Ուժեղ Հայաստանը միացավ եւս երկու նորաստեղծ, այսպես ասենք, Ուժեղ Հայաստան Կարեն Կարապետյանի հետ դաշինքով, ազգային հեղափոխությունը ինչ է անելու։ Չէ, մենք եթե իհարկե մենք հիմա թղթաբանության խնդիր դեռ ունենք կուսակցությունը պետք է գրանցվի, այսինքն հիմնադիր համագումարը արել ենք, բայց դեռ պետք է այդ թղթերի հարցերը լուծվեն, եթե լուծվում է ամեն ինչ, մենք ուզում ենք մասնակցել այո ընտրություններին եւ մենք մասնակցում ենք մեր ուժերով, որովհետեւ մենք հստակ խնդիր ենք այստեղ դնում։ Թիվ 1 խնդիրը։ Մենք ուզում ենք ներկայացնենք ժողովրդին հենց այդ գաղափարական այլընտրանքը, որի բացակայության մասին խոսում, որտեղ մենք ասում ենք անընդհատ չկա, եթե չկա, մենք էլ պետք է փորձենք ներկայացնել։ Այսինքն ռեալ գաղափարական, ռեալ տարբերվող այլընտրանքը այսօրվա պաշտոնական կուրսին եւ շեշտում եմ գաղափարական, ոչ թե կգանք ավել արտաքին ուժ կբերենք կամ ավելի լավ կբանակցենք եւ այլն, ռեալ այդ բոլոր կետերին, այսինքն ու դա արդեն հրապարակված ունենք էլ այդ բաները կետերը, ինչ նկատի ունենք դրա տակ, սկսած նրանից, որ խաբեություն է այսօր ժողովրդին ասել, որ երկարատև եւ ուրեմն կայուն խաղաղության ենք մենք գնում։ Ես ոչ թե ասում մենք պատերազմին ենք գնում, բայց մենք պետք է հասկանանք, որ անկայուն ժամանակաշրջանում ենք ապրում եւ պետք է պատրաստվենք ոչ թե sense հանգիստ ապրելու, այլ հակառակը մեր իրավունքների համար պայքարելու եւ մենք պետք է դնենք ոչ թե խաղաղության, այլ անվտանգության հարց եւ Հայաստանը ուժային գործոնի վերածելու հարց։ Ոչ եւ դրանից հետո նոր խոսել դաշնակիցների մասին։ Հիմա ես չեմ ուզում բանը մանրամասն այդ կետերը եւ
տարբեր ձևաչափերով ներկայացնենք։ Սա առաջին բանը, որ սա պետք է ներկայացվի։ Այսինքն հիմա մարդիկ դրանից հետո կընտրեն, չեն ընտրի, ես հասկանում եմ, որ մեր ասած այդքան պոպուլար չէ սպային, բայց դա պետք է ասվի, որովհետև երկրում ռեալ այլ ընտրանք պետք է լինի, եւ մենք մի ընտրության համար չենք այս ամեն ինչ անում։ Ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի շատ մարդ սրանց սկսել է լսել, որովհետև իրավիճակն է ցույց տալու, որ այդ է իրականությունը, եւ երկրորդը մենք ուզում ենք ցույց տանք որակ։ Որովհետև մենք ես ինքս որպես ընտրող ահա որ հոգնել եմ այդ ամբովանդակ բաներից, չգիտեմ, զարգ կտանք տնտեսությանը, կզարգացնենք մեր մշակույթը եւ այլն, մենք փորձել ենք մշակել եւ ներկայացնել ծրագիր, որը մանրամասն անդրադառնում է եւ բոլոր ոլորտներին, մանրամասն հիմնավորում է եւ գաղափարախոսությունը, եւ այսօրվա ակտուալ քաղաքականության կետերը, եւ առանձին սկսած ռազմականից մինչեւ կրթություն բոլոր ոլորտները ոչ թե կենացների մակարդակով, այլ մասնագետների կողմից դա դրանք կազմված ծրագրեր են քննարկված եւ ներկայացված կոնկրետ քայլեր, կոնկրետ առաջարկներ։ Օրինակ նույն ռազմական ոլորտում մենք ասում ենք, եթե ուզում ես զինված ուժերը բարեփոխես, դա մենակ այնպես չի, որ բյուջեն պետք է ավելացնես կամ ավելի զենք առնես, դու պետք է մոդելը փոխես եւ բանակի, եւ զինված ուժերի, եւ քո ընդհանրապես պաշտպանության։ Մենք առաջարկում ենք դա որպես ակտիվ պաշտպանության մոդել, որը միակն է, որը Հայաստանի պայմաններին է, ուրեմն համապատասխան եւ Հայաստանի պայմաններից բխում է իհարկե միջազգային փորձը հաշվի առած եւ մնացած ոլորտներում մենակ ռազմական չէ։ Մենք այս առաջարկով ենք հանդես գալիս, այդ մենք ուզում ենք ցույց տանք նաեւ որակ, որտեղ մենք կարծում ենք, որ Հայաստանի ընտրողը արժանի է դրան։ Եվ այստեղ ուղղակի բառներ է գալիս, ես միշտ ասեմ, ես այս ինչը որ անձամբ իմ մասով եմ հիմա ասում, իմ համար եմ անում, որովհետեւ ես որպես ընտրող վաղուց չունեմ ընտրություն։ Ես ուզում եմ ունենալ ընտրություն, ես տեսնում եմ, որ դա չի ստեղծվում, ես եւ որոշել եմ, որ այդ ընտրությունը մենք պետք է առաջարկենք։ Մնացածը արդեն ընտրողի գործն է։ Այսինքն դուք համաձայն չեք այն պնդումների հետ, որ այս միջավայրում հնարավոր չի ձևավորել պայմանական ասենք երրորդ ուժը։ Տեսեք, երրորդա թե չորրորդա թե առաջին պայմանական։ Հա, տեսեք, Այսինքն տարբեր նրանց ինչ կա։ մենք միշտ քարոզել ենք մեր, ասենք, մարտական եղբայրությունը միշտ ասել է, որ ժողովուրդը սեփական ուժերով սեփական ուժերի վրա հենված կարող է հասնել ինչ-որ բաների միջազգային ասպարեզում, չէ՞։ Հիմա ես համարում եմ, որ դա եթե դու ռեալ դրան հավատում ես, դու պետք է նաև քո գործողություններով ցույց տաս, որ նաև հասարակության միջից մարդիկ սեփական ուժերով առանց որևէ արտաքին օգնության, թե չգիտեմ, դրսի մեծ դիաձաների, ներսի մեծ դիաձաների կարող են ստեղծել քաղաքական ուժ։ Եվ մենք դա փորձել ենք ապացուցել, այսինքն մենք դա արել ենք արդեն։ Համենայն դեպս բոլոր անհրաժեշտ գործողությունները կուսակցություն ստեղծելու համար արել ենք։ Հիմա դա էլ է շատ կարևոր, որ մենք դա էլի, երբ որ մարդիկ ասում դե մենք ինչ կարող ենք անել, դե չգիտեմ ուժեղները, հարուստները եւ այլն, մենք էլ ասում ենք չէ, մենակ նյութականով չի։ Այո, հարուստ ու նյութական բանը շատ կարևոր է, բայց գաղափարն է ուժ, ռեալ ուժ է, գաղափարը թուլություն չի, միտքն է ուժ, կազմակերպությունն է ուժ, թիմն է ուժ, եւ որ թիմային մոտեցում է ոչ թե անձնակերպով։ Մենք սա փորձում ենք գործնական ցույց տալ, որպեսզի մեր խոսքը հետո հիմնավորված լինի, որ տեսեք, այս նպատակը մենք դրել ենք ներսում, կարողացել ենք անել։ Մենք ապացուցել ենք, որ սեփական ուժերի վրա հենվելով, գաղափարի վրա հենվելով, մտքի կազմակերպվածության վրա հենվելով կարելի է ինչ որ արդյունք գրանցել։ Իսկ անսկզբունք անգաղափարական դաշինքները մեր համար անընդունել են։ Երբ որ այսօր մարդիկ ասում են, օրինակ, գաղափարական տարաձայնությունները մի կողմ թողնելով միավորվեցին, իբր լավ բան է կարել։ Բայց գաղափարական տարաձայնությունները դուք մի կողմ եք թողնում, ուրեմն դուք գաղափարով չեք առաջնորդվում։ Տակտիկական եւ այլն միավորումներ կարելի է քաղաքականության մեջ, բայց գաղափարական տարաձայնությունը մի կողմ թողնելը լավ բան չի։ Սա է հենց մեր քաղաքական դաշտի խնդիրը միշտեղ է պատեհապաշտությունը, անգաղափար, անսկզբունք ինչ որ լրիվ անհասկանալի միավորումները, միությունները, այս ավանդույթները պետք է կոտրվեն։ Մի քանի ավանդույթ կա, որ պետք է կոտրվի։ Մենք նաև շատ ենք ուզում կոտրենք այն ավանդույթը, որ գրանցվում է մեկուսակցություն, ասենք մասնակցում է ընտրությունները, ինչի ստանում, ասենք անցողիկ շեմ եւ ծրվում գնում է տներով։ Մենք հանրոր մարտական եղբայրությունը 5 տարի գոյություն ունի, ոնց որ ինքներս մեզ էլ ապացուցել ենք, որ դա կենսունակ ֆորմատ է։ Մենք նաև պատրաստում ենք սա ցույց տալ, որ մի անգամ ստեղծվելով չի ծրվելու տներով, չի ասելու վայ 20000 ձեն օրինակ ստացա, քիչ էր, ինչ անեմ։ Ինչ անես, գնա այդ 20000 մարդուն գթի, հետները աշխատի, մյուս անգամ 40 ստացի, մյուս անգամ 60 ստացի։ Պետք է այս հետևողականությունը նաև մտցնել։ Ոչ թե դեպրեսիվ վիճակը։ Այսինքն դիլեման Փաշինյան, Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան։ Մեզ համար այդ գոյություն չունեն։ Մեզ համար կա Հայաստան եւ դիլեման հետեւյալն է։ Կա պարտվողական ճամբար, որ այս պարտությունը ընդունել է եւ ել չեմ ասում ի սկզբանե քարոզել են նրանցից շատերը, մեծ մասը, այսինքն, թվարկածներս էլ։ Տեսեք, 2020 թվականի պատերազմի ընթացքում այսօրվա խոշոր խաղացողների մեծ մասը
բաց կամ քողարկված, այդ մեկը ես շատ ուշադիր եմ հետևել եւ նյութերն հավաքածուն եմ, ըստ էության քարոզել են դադարեցում դիմադրության եւ ռուսական զորքի տեղադրում Ղարաբաղում։ Հետո Փաշինյանը արդեն նոյեմբերին իրենց այդ ուժերի ծրագիրը իրականացրեց, որոնց դեմ մի պայքարում է, ասում է դրանք 5-րդ շարացում, բայց ինքը իրականացրեց։ Այն ինչ որ իրենք փաստորեն պահանջում էին։ Եվ այսքանով իրենք բոլորը այդ պարտության ճամբարի մեջ են։ Իրենք ընդունում են այդ գաղափարախոսություն դրանից բխող հետևանքներով։ Որքան որ պարտված ենք, թույլ ենք, ոչինչ չենք կարող անել, պետքա կամ մի հատ արտաքին հովանավոր գտնենք, կամ պետք է գնանք sense անverջ այդ այսպես կոչված հաշտության, բայց իրականում անverջ զիջումների եւ այլն, մեծ հաշվով այդ է։ Որքան էլ իրենք հանուն դեմագոգիայի մեկ-մեկ այլ բաներ ներկայացնեն, բայց դե ուշադիր ես լսում, սկզբունքը դա է։ Մենք ասում ենք կա պարտության ճամբար եւ կա հաղթանակի ճամբար, այսպես ասենք։ Մենք այդ հաղթանակի ճամբարն ենք, իսկ այդ անունները իրոք կա, իմ համար կարևոր չէ։ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ես իմ համար այդ ամեն ինչը անցել եմ համարում։ Չկան այդ մարդիկ։ Որպես քաղաքական ֆիգուր չեմ ասում, որպես մարդ ուրիշ բան։ Իսկ տեխնոլոգիաները, այսինքն քաղաքական տեխնոլոգիաներ, մոտեցումներ, առաջարկներ ոչինչ չի փոխվել, հա, նախորդ ընտրությունների հետ համեմատածել։ Նախորդ քաղաքական տեխնոլոգիաները ես չգիտեմ, մի երկու բան էսա կասեմ։ Նախորդ ընտրությունների նույն սխեման է նախ օգտագործում։ Նորից փորձում է մարդկանց մեջ, էս էլ է շատ կարևոր, համ պանիկա ավելացնել երկկողմանի, որ գնանք, այսինքն մարդկանց նորից ներշնչել, որ գնան չարյաց փոքրագույնը ընտրեն։ Սա արդեն կիրառված տեխնոլոգիա է, այսինքն համարյա ամբողջ մեր պատմության մեջ, անկախ Հայաստանի 21 թվին հատկապես, գնալ չարյաց փոքրագույն ընտրել, մարդկանց այդ վախը դե պետք է վախ ներշնչես, որ մարդը վախից կամ տագնապից գնա ընտրի այդ դրանցից մեկին, եւ նաեւ այդ ձայները փոշիացնել կոնցեպցիան են մտցնում, որտեղ փաստը ստացվում մեզնից բացի մեկը ոչ մեկ չկա, եկեք մեզնից մեկին ընտրեք, չնայած մենք ձեր սրտով չենք։ Եվ դրանով նորից պարտադրվելու է այս համակարգը, ոնց որ 21 թվից 25 թիվը եղել է, նույն ըստ էության հիմա լինելու է, եթե այս սցենարով գնա, մարդկանց նորից պարտադրվելու է, բայց ես մարդկանց ուղղակի խնդրում եմ, այդ տագնապին մի ենթարկվեք, 21 թվին ենթարկվեցիք, այդ տագնապին ստացաք սա, 21 թվին մարդկանց մեծ մասը եւ Նիկոլին ձայն տված եւ Քոչյանին ձայն տված չեն տվել այդ մարդկանց, չէին տալու, եթե չլիներ այդ տագնապի մթնոլորտը։ Եվ նույնը մենք անցել ենք 96 թվականից։ Ես ինքս անձամբ 96 թվականին ձայնս տվել եմ Վազգեն Մանուկյանին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չանցնի։ Հետո տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, որ Ռոբերտ Քոչյանը չանցնի։ Հետո տվել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ Սերժ Սարգսյանը չանցնի։ Հետո տվել են շատ մարդիկ, ես արդեն չէ, Ռաֆի Հովհաննիսյանին, որ եւ մենք կյանքում չենք ընտրել մեր ուզածով, մենք միշտ ընտրել ենք իշու մեկին դեմ պետք չի։ Հենց որ մենք դա դադարենք անել, մենք կտեսնենք, որ թղթե վագրեր են, իրենք ձայն չեն հավաքելու։ Եթե տագնապը չնի, եթե իրենք չներշնչեն, եւ դա երկուստեք ձեռնտու է իրենց։ Երկուսին էլ ձեռնտու է, երբ որ այդ համակարգերը ձևավորվում են երկբևեռ, երկուսին էլ ձեռնտու է, որ այդ տագնապի մթնոլորտը լինի, որ մարդիկ գնան այդ չարած փոքրագույն ընտրեն։ Բայց իրականում հենց որ մենք դրանից հրաժարվում ենք, կտեսնենք մարդը մի 10% կստանան, կգնան տներով։ Շնորհակալություն։ Խնդրեմ շիրեր։ Զրուցակիցս ազգային հեղափոխություն կուսակցության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։
Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Վարչապետի տեխնացուի առաջադրելու իմ գլխավոր նպատակը իրական խաղաղություն հաստատելն է։ Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուժեղ ես եւ կարող ես պաշտպանել քեզ։ Ուրիշների կամքից կախված խաղաղությունը խաղաղություն չէ։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում, երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ, երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից, եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։